Վաշինգտոն-Թեհրան մեղմ ասած սառեցված հարաբերությունները հալեցնելու փորձեր են արվում օվկիանոսի այն կողմում։ Տարիների դադարից հետո առաջին անգամ Օմանում նախանշված է ամերիկա-իրանական պատվիրակությունների հանդիպումը, սակայն շփումներին ընդառաջ կողմերից յուրաքանչյուրը փորձում է առավել նպաստավոր դիրք բռնել։ Վաշինգտոնը կրկին սպառնում է, իսկ Թեհրանը զարգացնում է այն ոլորտը, որից ամենաշատն է խուսափում Միացյալ Նահանգները։ Իրանում միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Թեհրանը զիջումների չի գնա իր միջուկային նվաճումների հարցում եւ դրանցով առևտուր չի անի։ Մեր միջուկային քաղաքականությունը հստակ է։ Իրանը միջուկային զենք ստեղծելու նպատակ չունի։ Մենք կշարունակենք միջուկային էներգիայի ծրագիրը եւ կլուծենք խնդիրները հույս դնելով ներքին հնարավորությունների վրա։ Իրանը պատերազմի չի ձգտում, բայց ուժով կդիմակայի ցանկացած ագրեսիայի։ Նախագահը կտրուկ հերքել է տարածաշրջանի անվտանգությանը սպառնալու Իրանին ուղղված մեղադրանքները։ Իրանը երբեք չի ավերել քաղաքներ, ոչ մի տեղ կործանիչներ չի տեղակայել եւ տարածաշրջանի երկրների նկատմամբ հակամարտություն չի հրահրել։ Այս քաղաքականությունը վարել են գերտերությունները, հատկապես Միացյալ Նահանգները, նաեւ սիոնիստական ռեժիմը, որոնք ձգտում են ամենուր զենք եւ ռազմական տեխնիկա վաճառել։ Փեզեշքյանը նաև հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցել, բայց անուղղակի եւ արժանապատվորեն։ Իրանի նախագահի խոսքով բանակցությունները մեկնարկում են հոգեվոր առաջնորդի ուղղորդմամբ եւ այնպիսի իրավիճակում, երբ Միացյալ Նահանգների նկատմամբ վստահություն չկա։ Չնայած անվստահությանը, Իրանի արտգործնախարարությունից հայտնել են, որ Թեհրանը դիվանագիտությանն իրական շանս է տալիս բարի կամքի ու լիակատար զգոնության ոգով։ Իսկ Ամերիկան պետք է բարձր գնահատի Թեհրանի այդ որոշումը։ Գերատեսչությունից սակայն զգուշացնում են կարող են երկրից վտարել ՄԱԿ-ի միջուկային փորձագետներին ի պատասխան արտաքին ճնշումների։ Միացյալ Նահանգների պետդեպի ներկայացուցիչը մեկնաբանել է այս հայտարարությունը։ Նախ, նման գործողությունների սպառնալիքը իհարկե չի համապատասխանում խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի հայտարարություններին։ Իրանից ՄԱԿ-ի միջուկային դիտորդներին վտարելը կնշանակի էսկալացիա ու սխալ հաշվարկ իրանական կողմից։ Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է, որ Իրանը շարունակում է ուրանի հարստացումը։ Իրանի արտգործնախարարությունը նշել է Միացյալ Նահանգների հետ համաձայնության պայմանները։ Ամերիկացիներն ասում են, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա։ Մենք համառորեն կրկնում ենք, որ մեզ չի հետաքրքրում միջուկային զենքը։ Եթե ամերիկացիների միակ պահանջն այն է, որ Իրանը միջուկային զենք չունենա, մենք նոր համաձայնագիր կունենանք։ Ամերիկյան կողմն առայժմ շռայլ չէ Օմանի հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններում, սակայն մեկ բան հստակ է, Վաշինգտոնում ցանկանում են հասկանալ, արդյոք Իրանը լուրջ է տրամադրված։ Իսլամական Հանրապետությունը լուրջ է տրամադրված թե Ամերիկայի հետ բանակցություններում, թե արտաքին սպառնալիքի ու ճնշումների շարունակման դեպքում համարժեք հակահարված հասցնելու հարցում։ Իրանի ռազմածովային ուժերի բարձրաստիճան զինվորականը կոշտ ու հստակ հայտարարություն է արել, սպառնալով Միացյալ Նահանգներին ու Իսրայելին։ Իրանցի ծովակալն ընդգծել է, որ երկրի ռազմածովային պաշտպանական ուժերն ավելի հզոր եւ ուժեղ են, քան երբևէ։ Այսօր թշնամին Իրանի զինված ուժերն ու ռազմական նավատորմը դիտարկում է որպես գերհզոր ուժ։ Սատանան ուղղակի առճակատման է ձգտում ծովում, բայց Աստծո օգնությամբ մենք կհաղթենք ու կխեղդենք նրան փարավոնի ժողովրդի նման։ Իրանի ռազմածովային ուժերի ծովակալի պնդմամբ իրանցի զինվորականների ջանքերը տեսանելի են դարձել բոլորի համար, երկրում, տարածաշրջանում եւ աշխարհում, ինչն արժանապատվություն եւ հպարտություն է բերել Իրանին։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։